Բարի երեկո հարգելի ունկնդիրներ, այսօր երկուշաբթի է եւ դարձյալ շողարցակ հայտակրին ժամն է։ Վանացանեն ուղղակի հաղորդումով գողջունեք ձեզի ուր որ գտնվիք։ Հայրենի տեսլույքի ամշակութային կյանքը ներկայացնող եւ վերջին իրադարձությունները փոխանցող շողարցակ հայտակիրը դուք կրնակետեւիլ Վանացայինի կայքեչով Voice of Van.net, Efficient հերացայինի Radio Voice of Van Live ծրագրով եւ այսօր թեմատետրի մեր իջով։ Տարիներ շարունակ Լիբանանահայ մշակութային կյանքը ցկած է իր հարուստ ու բազմաջյուղ արմատները հայ քրագանության երկի բարի եւ անշուշտ թատրոնի միջոցով։ Այսօրվան մեր հանդիպումը նվիրված է այդ մշակութային կյանքի շղթային կարևոր օղակների մեկուն թատրոնի։ Մեր հյուրը այն անձնավորությունն է, որ ոչ միայն ապրած է թատրոնը, այլև վերջերս պատմակրած է եւ հաջորդող սերունդներուն փոխանցած է արժեքավոր հրատարակությունը։ Հարութ Կնտունի բեմադրիչ եւ գրող ունեցած է իր գնիկը Լիբանանահայ թատերական կյանքին վրա։ Իր վերջին աշխատությունը Լիբանանահայ թատրոնը հորակիրով գիրքը առաջին անգամ ըլլալով լուսարձակի դակ կբերե Լիբանանահայ փեմի 100 դարվան պատկերը, որու մեջ միախառնված կտեսնենք հիշողություններ, վերլուծումներ եւ վավերագրական տվյալներ։ Այս գիրքին հրատարակման առիթով գազագերբությամբ Լիբանանահայ թատերախումբերուն վաղը երեքշաբթի 20 մայիսի երեկոյան ժամը 8-ին Հակոբ Տեր-Մելքոնյան թատերասրահի մեջ պիտի կատարվի շնորհանդես։ Այս առիթով մեր ստուդիոներն ներս մենք հյուրընկալ ենք գիրքին հեղինակը բեմադրիչ Հարութ Կնտունին, որպեսզի մեզ մոդեն ծանոթացնե գիրքը եւ այս գիրքին ստեղծման պայմանները։ Բարի եկացեք, պարոն Հարութ Կնտունի։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ, լավ եմ։ Ուրախ ենք, որ այստեղ եք, ուրախ ենք, որ նման գիրքիմը հրատարակությունով հարստացավ հայ քրագանության կանցարանը։ Ինչ բան մղեցես գրել Լիբանանահայ թատրոնը գիրքը, ինչ էր հիմնական նպատակը։ Բամը չի մղեց, ես փոքր դարիքից արդեն գահավաքեի թատերական բրոշյուրներ եւ սենտերտերու մեջ տպված թատերական հոդվածներ եւ այլն հոբիի վես եւ միևնույն adin թատրոնի խենթ էի, այսինքն գսիրեի փոքր դարիքից հավաքածներս բավական եղած էին եւ ժամանակի ընթացքին երբ որ շատցան գտնեի բրոշյուրներ, որ թատրոնի մոր երթայի կամ դիլած թատրոնիս մասին եթե թերթ մկրած էր Ոևի հայկական թերթ կգարտային գնայի որ իմ մտածածից պես քրերեն կամ շիդակ մտածերը մի ասոն բոլորը հավաքվեցան դարիներու ընթացին եւ բավական հետո մտածեցի որ ասոն եթե քրի առնեմ արդեն մասը ես թերթերու մեջ բավական դարիներ հետո անշուշտ թերթերու մեջ հոդվածներ գրած էի Լիբանանահայ թատրոնի հին եւ նոր շարժումի մասին որոշ անցերու մասին եւ այլն բոլորը հավաքվեցան եւ օրմալ ասկե բավական առաջ էր 15-20 տարի առաջ էր ասի որ ես ասի գերնամ օրվա գիրքնել հավաքեմ ավելի լավ ավելի մոդեն եւ որ ես լրջորեն սկսակ մոդենալ մտածել այդ մասին եւ որ ես ալ սկսա բեմադրություններ արդեն շատցած էին ասի արդեն ես մեջն եմ Երևակայեցեք, որ 70-ական թվականները, նույնիսկ 60-ական թվականները են գրնամսել, մինչև այսօր ես թատրոնի մեջն եմ, բոլորին հետ շփում ունեցած եմ, այսինքն ոչ անշուշտ նախնական շրջանի, ասպես ասենք այն շրջանին, որ արդեն մեր բեմադրիչները գային հայտնիները Ժորժ Սարգսյանը, Բերջ Ֆազլյանը, Գրիգոր Սատամյանը, Վարուժան Խդշյանը բոլորին հետ շփված եմ ես, միևնույն adin հայրենի տերասաններու հետ ալգավ ունեցած եմ, այնպես որ այս բոլորը մղեցին, որ հավաքեմ ինչ-որ գրնամ եւ օր մնալ սկսա ամբողջացնել, նկարներ կնդրել, գտնել, հարցնել, բրբդել, անցատերտերուն, տերտեր, որոնք չի գային, եթե բեմադրիչը ասենք պիեսը բեմադրերը եւ ոչ մեկ քրություն գա, բան մգա, որ բդեցի այդ շրջան, որ շրջանին բեմադրած, այդ շրջանի թերթերը ինչ հոդվածներ որ կդա, յուրաքանչյուր պիեսի մասին հոդված կդա եւ դրի, անշուշտ լման հոդվածը չեմ դրած, քնահատականներ եւ ասենք թե արժեքը ծծնող քրություններ, 4-5 տող երբեմն 10 տող եւ այլն։
Իսկ ամենից դժվար բաժինը որ մեկն էր արդյոք աս բրբդումներում մեջ կամ Ես ասեմ որ թյուրին բաժին չի գար, որովհետև դասավորել ամենադժվարն էր։ Օրինակ համար Ինչ ով սկսակ, ինչպես ճշտեցի կառուցվածքը քիրքի։ Հա, օրինակ համար ես նախ որոշեցի որ երբ հայերը հոսեգան եւ մեր տադրոնը երբ սկսավ ադիբեր մտեցի մասերու բաժնեցի ասենք նախնական շրջան որ դագավին տադրոն սվելու չափ տադրոն չէին ասին զավեշներ ուսուցիչներ որ գիտեն քիչ հայերեն քիծող ուսուցիչները իրենց աշակերտներուն հետ զավեշներ բեմատրազեն դպրոցներում մեջ հետո շրջանավարտիչներու մեջ հետո ասպեսով հարաճացավ հետո բաժնեցի ավելի մասնակցություններու հետ կապված կամ անձնավորություններու այո հետո օրինակ համար նախնական շրջանը սելովս գահսկնամ ես 1920-ական թվականները մինչև ասենք 40-ական թվականները այո արդեն քիչ մեջ ալգագրնանք գտնել այո ուրեմն ես այնպես մտածեմ որ մինչև ասենք 40-ական թվականները խելքը գլուխը տադրոն չենք ունեցած ենք բայց այդ մասնակիցները չունենք չենք գիտեր թե օրինակ համար ինչպես բեմին վրա կգենան հուշարար գունենային եւ այլ ասեցակ գեցվածքը չենք գիտեր խոսակցության ծևերը չէ բայց գնեին շրջանավարտից միություններ ունեցած ենք որոնք ըրած են բայց անոնք ուրգե օգտված են ըրած են դուրսեն հյուրեր ունեցած ենք հյուր տերասաններ Գովգասի շրջանեն կամ Բարսկաստանեն կամ ասենք զանազան դերերեն որ հայեր գաբրին եւ հոն ավելի զարգացած է ասենք տադերական շարժումը այնտեղ են հյուրեր գուկային եւ իրենց փորձառութեն են օգտվել այո հյուր տերասանները եւ որ իրենց բեմատությունը գծեցնեն եւ աստեղի տադրոնի վրա աշխատող դղակն ու մարտիկ որոնք տադրոնի գամ ունեն իրենց հետ շփվելով գամած սկսած էին ավելի իրենց հետ նույնիսկ փեմելազեն ասում օկտոված են որ ավելի շիդակ բաներ տատերական կյանքը սկսի քիչ սկսի հա բայց այդ 1920-ական աստեղեկությունները 20-ական թվականները անշուշտ 20-ական չէ ես արդեն նախապանի մեջ ալսած եմ հայերը որ եկան հոս հաստատվեցան վրանակաղաքներու մեջ դակավին ոչ նուն ունեին փովիկ ոտքերով ասենք ոչ ալ դբրոց ոչ մեկ բան միան ու դելիքի յետև էին բայց հազիվ ասանք տիտերներու դակ նուներ շինեցին նստան զովեզերքի վրա դբրոցվածին եկեղեցի բացին դբրոցի մեջ փեմ բացին արդասանություն է բզդիկ զավեշներ են գադագերկություններ են ասանք արդեն սկսան մեր մեջը գա հայերուն մեջ եւ այդտեղեն սկսավ փեմը եւ ասես ժամանակի ընթացքին շրջանավարտից միությունները եւ որը սկսան պատմական եւ հայկական պիեսներ դերնին պերած կամ կդան փեմատրեցին Վարդանանց չեմ գիտեր կսանգախաղաններ չեմ գիտեր ասինչանիչ ինչ որ հայկական է եւ աս պիեսները ընդհանրապես քարոզչական պիեսներ էին քարոզչությունը գիտեք արվեստի մեջ գրեթե արժեք չունի քարոզչություն մեկ չէ արվեստը դագից պետք է հասկացվի որ ինչ սերգուզը բայց մերինները ատկան զարգացում չունեին որոն ասեն կարևորը այդ հայկականություններ եւ ներշնչելներ որ հայ ենք մենք Արարատը մերն է եւ այլն ասպոլորը ներկերնից ուշադրություն ասպոլորը ուրեմն մղեցին որ հայությունը ավելի ասպես հայասերլա հայրենա սերլա եւ այլն շատ իր բաժինը ունի բայց կալով արվեստին արվեստի կորս ներկայացնելուն շատ ուշ սկսավ եւ գրնամսել որ անիգա սկսավ 1940-ական թվականներուն եւ որ Կասպարի Պեկյանը եկավոս այո զարգացած մարդեր տադերակիրեր տադրոնի ուներ տադերական ասես ջաշակ եւ փեմատրելու եւ փեմ հանելու պիեսները ավելի լուրջ պիեսները սկսան ներկայացվել հետո Լևոն Շանտգար ասպոլորը մղեցին որ գամած հայությունը ավելի որակավոր պիեսներ ցույց տա եւ անշուշտ ես հիմա արագ կանցնեմ որ այո
Կասպարի Պեկյան տադերախումբին հետո նույն տադերախումբի մեջ Ժորժ Սարգսյանը եկավ, որ մեջ են ուներ դաղան ասալ ասեմ, որ իմ գարձիկովս atկանալ կարևոր չէ, որ տադերական դպրոց ավարտած է մեկը դաղան շատ ավել եթե մեջը գա գբրբդե գսորվի գնե եւ ուղղությունը գտա Ուրեմն կգարձեք, որ վարուն կընդունի վերջին 100 տարվա մեջ ծագուն շրջանը 1940-ական շրջաններ ոչ անգե առաջալ սի այցելու տերասաններ եւ հեմատրիչներ եկան այո որոնք շատ օգնեցին որ դեղացի տերասանությամբ սպաղող փեմի մեր ընկերները ավելի բան սորվին եւ ավելի խանդավառ լա։ Մի մորնակ որ այնադենս են 300,000 հայություն գար եւ ամեն մեկ դպրոց իր շրջանավարտից միության տադերախումբ ուներ։ Ատկեզադալ ամեն մեկ անհատ որ քիչ մտադրոնե սկսած էր հասկանալ տադերախումբ բացած եւ ըրած է։ Քիրքի մեջ անշուշտ կան անունները, եթե հերթով երթանք կարտանք, տեսնեք որ առաջին անգամ ովքեր բացած են Խորին որ Բեդրոս Աթամյան անունով տադերախումբ եղած է Հոգեն Եչմենի Վարսեղ Ապովյան ասոնք անցեր են որոնք հոս եկած են անոնց մե հետո եկած է որ ասենք Լիբանանահայ տադերախումբ Լիբանանահայ տադերախումբ բոլոր գարկով ասոնք գարտա կդեսնեք որ շարքով արդեն ծրված է իսկ ուրեմն այս անձնավորություններն են ուրեմն որ այդ անձնավորությունները դագավին ատպանը չունեին տադերական զորություն չունեին հետո Եվ որ ասենք թե համասկայնի Կասպարի Պեկյան տադերախումբը Կասպարի Պեկյան չէր հետո եղավ տադերասերներու միություն էր ուրեմն ավելի ջաշակավոր բաները սկսան տալ թարգմանությունները Ժորժ Սարգսյանը բավական օդար հերինակներու որոնք լավ տադերախաղեր էին աշուշտ տադերախաղերը հետո վեցանալ մոտ 20-26 տադերախաղեր են որոնք արժեքավոր են Այդ պիեսները որոշ ճաշակ տվին եւ ասեմ որ ավելի բծախնդիր էր Ժորժը Փեմի վրա մակուր առողանության, մակուր հայերենի ասիգա ասենք ամասկայինի խումբներ հետո երկրորդ խումբ եկավ հոյեջդի Վարան Փափազյան տադերախումբը Բերջ Ֆազյանի գլխավորությամբ անալիզ սկսավ թարգմանություններն էլ եւ լավ պիեսներ լար Բերջը ավելի մասնակետական ուսում ուներ թատրոնի եւ սկսավ անալ ավելի նոր բան բերել խոսվածքի Փեմին վրա իրարու աչքի նայելու դարձված եւ այլն Փեմի օրենքները ավելի դրավ հետո ուրիշ շրջան մնալ եկավ ասենք դղակ կացին աստեղեն երդասարտներ Գրիգոր Սատամյանը եւ ասենք Վարուժան Խդշյանը Լոնդոն կացին հոն ավելի մասնակիցական շատ մասնակիցան եւ օրենքները սորվեցան Փեմի բլոկինգը սորվեցան թե ինչպես պետք է որ Փեմը ասենք մասերու բաժնեն եւ այդպես են եւ բոլորովին ուրիշ եղավ խոսակցության ծևը արակության խաղարկությունը իրարու մեջ խոսիլները գեցվածները Փեմին վրա շատ բաներ փոխվեցան ես ասում եմ որ որովհետեւ այս բոլորը արդեն գտնակ երկրի մեջ չէ ես ասում եմ որ որովհետեւ ես ասմարտոց հետ գործ ունեցած եմ այո Գրիգոր Սատամյանին եւ Վարուժանի հետ ես փեմելած եմ աշխատած եմ դերնին գիտեմ թե ինչպես աշխատած են ինչ սորվեցուցած են եւ Տարբերություն արդեն հասկացած Դղակնալ գվգայեմ որ օրինակի համար ինչապ բան սորված են ասենք Վարուժան Խդշյանեն ինչապ բան սորված են Գրիգոր Սատամյանեն Աստղակը ուրեմն բավական վեր հանեցին թատրոնը լուրջ պիեսներով զորավոր պիեսներով դարիներով մինչև 1975 Այո, իսկ այս 75 թվականը ինչպես անդրադարձած եք Լիբանանի քաղաքացիական պատերազմի շրջանին։ Հիմա 75-ին հետո շատերը կախտեցին
տերասաններ, բեմադրիչներ եւ այլն։ Երկի մեջ ինչպես ներկայացուցած եք այդ ժամանակաշրջանը։ Որ շրջանը։ Պատերազմյան, 70։ Պատերազմի շրջանը շատ ավելի էշտ էր, ես հոսեի արդեն եւ այն դղակը եւ աղջիկները, որոնք ասեմ նաեւ որ նույն շրջանին 75-80-ական թվականներուն Հայաստանավարտ բեմադրիչներ եկան։ Այդ տղակն ալ աշխատանք տարին անշուշտ խումբեր բացին եւ սկսան ներկայացումներ անել եւ ես այդ շրջանին ավելի հեշտ էր որտեղ արդեն ես որոշացի որ հավաքեմ բաներ եւ սկսա այդ տղոցը դալ ես գործ ունեցած եմ բոլորին հետ բոլորն ագջանշտան բոլորն ակիդեմ մեջերնինգավոր հետերին բեմելած եմ այդ շրջանին ավելի հեշտ եղավ որտեղ թերթերը գային արդեն բաները գային թյուրացավ ասեմ նաև որ միայն իմ շարելովս չեր հադուգենտ քիրքեր գային որ օրինակի համար Դավիթ Վերեկլյանը գար որ իր հուշերը գրացեր այդտեղեն բավական օգտվեց անշուշտ բագասներն ալ եստերի գար նաև օրինակի համար Համասկայնի Կասպարիբեկյան թատերախումբը 30-ամյակի քիրք մահարադարագեզեր Վարան Փափազյան թատերախումբը հոյեչդի 25-ամյակի քիրքրա ինչ որ քիրք կար թատրոնի վրա ամբողջ մեջտեղների եւ մեջեն բրբդեցի որ ովքեր եղած են գան եւ այդ ովքերու մասին բրբդուկներ էր գենսակրությունը եւ այլն գործ է անշուշտ այո եւ նկարները սկսա բրբդել փնտրել գտնել ասոնք բոլորը օգնեցին եւ այն շրջանին որ բادرազմեր եւ բեմադրիչներ գային եւ գճանշտամ եւ որոնց հետ գործ ունեցած են յուրաքանչյուրին մեկ թիմեցի որ իրենք ինչ ըրած են ինչ բեմադրած են գխնդրեմ որ թերթեր դրամատրեն եւ նկարներ մեծ մասը դրամատրեցին ոմանք ասին որ ճունինգ դերը ճեկդերուր դրած է գործը վերը մեկը ասա որ մայրս տապեր է մյուսը ճունի մսավ ոմանք ուզեցին չի դալ բայց ես բոլորն ալ բրբդեցի կդա եւ բոլորը ընդգրկված են բոլորը իսկ բեմադրությունը նկատեցիք որ ըստ ձեզի լիբանանահայ թատրոնի համար խորհրդանշանական էր այս բրբդումներում մեջ բան մզակեցավ ինչպես խորհրդանշանական այսինքն լիբանանահայ թատրոնը ներկայացներ Ընդհանրապես Լիբանանահայ թատրոնը բոլորը ներկայացնեն, բայց պիես տադերախաղ այո, ցեզի ավելի նշмарեցիք չեն կրնարսել, քանի որ չիմորնանք որ մենք տադերակիր չեն ունեցել ենք, բայց այդ տադերակիրները չեն։ Հիմա այդ պիեսներ ասեմ նաև որ մեր բոլոր կրոններն թատրոն փորձած են գրել։ Բոլորը Տիդազեն, ես ագրնամ գրել գրածին, բայց որքանով գբեմատրի ադուրիշ, գիտակ ինչպես, ես շատ ունիմ կովս և հայտնի կրողներ են, դված եմ, գարտացած եմ, փորձեմ բեմատրել, չի բեմատրի, չեմ կրել մեջը պաներ գամ, որ չլար բեմի մրա, ասկի առաջասած եմ նավա, գար հեղինակ անուն չի դամ ավելի լավ է, Ինձ դվա պիեսը եւ սա որ նյութականով ամեն ինչով գոկնեմ մի ամփեմատրի։ Եվ նորեն at հերոսական չեմ անտրանիկի մասին պիեսը։ Okay, գարտացի։ Հիմա մարտը կարոտ ժամանակամը դեկոր կփոխվի որ փեմին վրա։ Կաղապար չունի փեմեմ որ կարոտ ժամանակամը դեկոր փոխելը նույնիսկ pedagogan բաները դժվարություն ունենան։ Ուր մնաց մերաս դերմելկոնյանի կամ ոևեսրայի մեջ Գրնաս շատ երկու դեկոր փոխել, երեք փոխել, ոչ թե 10 դեկոր, մեմը անդարի մեջ է, մեմը դունի մեջ է, մեմը չեմ գիտեմ։ Այսինքն կրողն ալ կաղապար պիտի ունենա բեմադրական աշխատանք։ Կրողը թատերակիրը անպայման թատրոնի հետ կապ ունեցող պիտի լա։ Եթե միջազգային թատերակիրները բդենք, տեսնենք, որ բոլորն ալ Մոլիերը, Շանտե, չեմ գիտեր, ով որ հաջողած է, Մուշեղ իշխան է։ Չեմ գիտեր, ով որ գուզեք Բոլորնա թատրոնի հետ կապ ունեցան, կամ բեմադրիչի օգնական եղած են, կամ թերասան եղած են, կամ բեմին կուլիսներու յետևի, որովհետեւ գիտնան թե բեմը ինչ է, ինչպես պետք է գրվի։ Հետո ռեպլիկները կան իրարու հետ խոսելու։ Բեմը անպայման աданք մեծ պարամետր չուզեր, որովհետեւ իսկական պետք է վեբ չի ասի,
ոչ ալ քրական բամը պատմված մնե որ մեջը ասպես ենք բամը ցցնել որ ես հայերեն լավ գիտեմի մեծ պարամետր բատամետր բեք չգա աշուշ չեմ սերգորալ ցած բաց պետք է լասին հասարակալ պետք է բայց պիտի մտածեմ որ սա պեմատրություն սա դողերը տերասանը բիդարդասան է հիմա ես անգլերենի թարգմանություններ գրեմ թադերախաղեր մոտ 30 հատ եղած է արդեն պեմատրված են եւ այլն հիմա ես թարգմանած ադենս գնայım անգլերենով եթե ադիգա ճիշտ հայերենով դամ շատ մեծ բառ է դիլլահոն թե տերասանին համար դժվար է թե ալ մդի գնողին համար գնայım որ այդ բառին դեղը ինչ կրնամ տնել որ բոլորին հասանելի լա տերասանին պերանն ալտարնա ոչ է բաները լամարտը վազանցնի մի քանի անգամ գրկնի կամ շվարի ասում բոլոր մտածելով հիմա քրողը իր դաղանտը բիցսն է կամ իր քրելու բանը լավությունը բիցսն է գրծածին ճավ բարարամ մի բանաս որ ադիգա գարենաս ասկնալ ասիգա տադրոն չլար չի խաղցվիր տոնստի վեբ կրե օրինակ ասանք բաներ կան ադորամար չենք կնարսել որ օրինակ սա ինչ պիեսը իդեալական է ներկայացնի չի կանակ բան իսկ ասկիրքը որ գրեցիք աս 100 դարվա այս պատմության երբ որ հետադարձ ակնարկ մնեցիք անցյալեն մինչև այսօր ինչպեսի փոփոխություններ նկատեցիք հարաճտիմություն դեղքայ գամ յետդարձ չէ շատ հիմա նայեցեք հիմա աս ներկայիս որ մենք պիեսներ կներկայացնենք որ արդեն 3-4 պեմատրիչ ենք բոլորս ալ գնրենք որ պիեսներ որ մագարտակով վերելա եւ լավ է որ մեկը մյուսեն ավելի լավը է որ մրցակցությունը լավ միշտ այդպես կալած է ադորամարալ ես ոյ մեկը որ օսպեմատրություն գնե բոլորին ագրնակ կգնամ բոլորին ագկնադեմ բոլորին եթե իրենց մասին բամը կրվերը իմեջից վրա գտնեմ եւ իրենց աֆիշներն ալ գտնեմ ես բավարար չգործընծեմ այսինքն եթե մեկը լավ է լուրալ գնա յետևեն բիդիկան բիդեսեմ որ տուն լավ ես մենք քեզի պետք ունենք եթե մեկը ոսկի է ցեխի մեջ ալնե դες պիտի բայլի մեկ ճունի սսելու որ ես պեմատրիչ եմ ինձ մտի գրեք ադորամարալ at նախանցի հարց մեջս չի գա ես բոլորն ալ կկաչալերեմ ժողովուրդը գորոշե թերթերը կան կնատատները կան ամենս որ պետք է կնահատենք կաչալերենք որ մեջտեղ կան այո այդպես է իսկ Գարցեք որ ցադրոնը ժամանակի հարաճտիմության հետ կալ բահելու գարիք ունի կամ որքանով ավանդությունները բահելը գնբաստելի բանանահայ ցադրոնի վերելքին Ցադրոնը արվեստը ընդանավես կամ արվեստի կորցն ընդանավես համամարտկային պետք է լա համամարտկային նշանակե բոլոր ժողովուրդներու մեջ կալող նյութ օկեպանական է չեմ ադորամարալ մեծ հեղինակները ամեն լեզվով կխաղցվին ինչու որտեվ եթե հայերեն ալ թարգմանես կուցավը դե այո պատկամը կերենա խաղա նույն ցավն է արաբերեն ալ խաղա անգլերեն ալ խաղա adank պետք է լա եւ հիմա ես ուրախ եմ որ մեր պեմատրիչները այդ տեսակ նյութեր գնդրեն որ բոլորին սրդին խոսի պայման չէ որ անպայման հայություն կովե պայման չէ որ անպայման չեմ գիտեր Հայաստանը մերն է Արարատ ասո Կարոս Չագան են Աժմիական նյութերն ալ որ Աժմիական նյութերը որ ընտանիքի հետ գաբունի ցավի հետ գաբունի կամ ուրախության հետ գաբունի նույնիսկ կոմեդիները որ գնդրենք ճիշտ է որ բան է զավեշտ այսինքն Առաջվա զավեշտներ ուրիշ էին հիմա ադո այս ներգա զավեշտները նույնիսկ սելիկ ունին ոչ թե բարձավես խնդացնելու սիրուն է պատկամը ունի փոխանցիկ շատ ճիշտ խնդացնելու սիրուն եղած բանը շատ ժողովուրդ կփերե բայց արվեստի զուրգ է դեղում որ ագերնաս բաները սել խնդացնել շատ կսիրեն գնեն ադի մեր իմ կորձս չեմ թերևս ուրիշին կորձնալ չէ բայց եթե մենք լուրջ արվեստ դիտենք համամարտկային նյութեր դիտենք որբեսի ժողովուրդը թե սիրե թե բրբդե թե ալ մդածե ոչ թե ելլե շատ ավարեր խնդացինք վերջացավ իրեն նստիրսե որ ինչ ասել ուզես ասմարտը էջ խնդացինք կարևոր է ոչ ադիգա չեղավ ոչ թե չեմ ասել որ թող չնեն այդ ուրիշ բան է մեզ հետ կորք չունի ասոր ասե հիմա
մեր ռազավեշները ես օրինակի համար մի քանի ադերի հիմա նոր նելիքս ա որ նոյեմբերին պեմ միդանեմ նորեն զավեշտ է բայց մեջը օրինակ երկու գին մեկ ամուսին գա երկու հատ գին ունի վերջավորտյան հայտնի գլագոր որ երկու ամուսին ունի գիները իրար մել լուրջ ունին հետո գունենան որ եւ նույնը դիտել է դոր գսկաս որ ամեն մարդ մեկ կին պետք է առնե երկու հատը շիդակ չէ ասենք մեսեջ գա գամ ասենք թե ասկի առաջերի ֆանի մանի Տրամի վրա հիմնված մարդը բայսակ մտրամ գտնե որ գուցե որ յուրացնել հա եւ գնոջը գսե որ աստեմի դերտանք Բարսելոնա հոմբի դաբրինգալիովս միլիոնադեր են եւ այլն վերջավորտեմ բայց գբռնվի գոր այսին հերինագը հասկացնե որ ուրիշին բանը յուրացնելը շիդակ չէ մեսեջ գա ոչ թե զավեշներ որ երբեմն անիմաստ անիմա բոլորովին անիմաստ խնդացնելու համար կոմիկ բաները սված մեջ ջոկ պատմված կամ չեմ գիտեր ասոնք մեր գործը չեն իսկ ինչպես որ հիմա գահարցնեի ցեզի որ ավանդությունը այդ չէ ասած թատրոնի ժամանակ հարաճտիմության հետ կայլ բահելու քիչ մայս լեզվի փոփոխությունը կամ շատ ազատ համարցակ արտահայտությունները ինչ կգործեք ասոնց մասին հիմա կրեհիկ մեկջելա նայեցեք հիմա Վահե Բերբերյանին պիեսը դիտեցիք ես դիտեցի Սուրիգը ինչպես որսի միշտ հետս է կովս է իրարու գարնեն կուդանք սկիզբը Սուրենը համացան չեր որ մեջը ասենք քիչ մուպած հայոյան կսենք չլա Վահեն ուզեց բահել, Սուրե գնա բահեց, բայց եվ որ դիտեք կրեհիկ չի կարծեզի, ինչու, որովհետև բնական է որ երկու օքի գգրվին որ զորավոր, մասնավորը սված չէ, պերնեն գելլե ատպարը, մեր նորմալ յանքի մեջ եթե չլա ավելի լավ է, գանադես կլանգ հարաբես, եթե չլա ավելի լավ է, բայց եվ որ գկալ է, որ at գրիվին հետ մեջը adank խոսքը փարմը մեկ ատմը գկալ է, նախնդրելի է որ չլագամ նախնդրելի է որ բզդիկներ չերտանանանք բանիմը որ քեզ չդիբավորվին բայց գան նաև որ օրինակ մասնավորապես at հայոյան կամ at քրեգությունը գտնեն որ ասենք հանդիսադես շահին ադիգաբեք չելա ասի նյութին այդ կալած է եւ ամեն դեղ չէ այո ոչ թե ամեն մեկ խոսող գելլե ադիգա գնե որ ասենք բան մգա ադորամար իմ գարձիկովս գկալե բայց լավ գլա որ լեզու մնա հիմա որքանալ հասարակլա մեր փեմը պետք է բայ իր հայերենը չեմ ասեր որ կանզիով կամ զիս կամ կոյով ադոնք չէ ասած դե մգա որ ընդունելի ատկելար բեք չէ որբեսի քիչ մնա իր թերը գադարե մեր հայերեն խոսելու մակրուտյան եւ այլն ասե մնացածը եթե մտերևս տասալ այսպես տասալ գարնե մեկը երբ որ գլսե երբ որ ինքը այդպես երբ որ գբադ ընդհանրապես խոսակցություններ биш հայոյանքով գլա երբ որ դերևս դիմասեն փեմեն գտեսնե գնալ գարտնա որ շատ գեղեցիկ պիտի չի հնչե գրնա ինքնին սրբակրել այդ բատկա մնալ գրնա ալալ այդ ծևի գրնալ լալեդո ագանչին ամբես մգն չէ որ օրինակ համար գրնա ուրիշ ծևով ասել այո ես կերտամ գորսելու դեր ես պիտի երտամ գսե օրինակ օրինակ գորը չի կորզազելու համար որովհետեւ ագանչնին վարժվի ես չեմ ասել որ բեք չանեն դեր գրնան տնել բայց ընդանուր ամեն այո թումը սիր մմ գոր եւ ասոնք պետք է թեթևնան գան հերինակ եթե արմար դեսավ թրավ պրոբլեմ չի գա բայց ասածից ավելի վարբեք չէիչն է այո պետք է բահե որ ժողովուրդն չի խրճի ասել ինչ ասի գան ինչե վերջ հայոյան ինչե վերջ աս ամեն մեկ բարին ասի բեք չել բայց դերին եթե ըլլա արկել չի իսկ դուք վարոն կընտունի որքանով արարգայական եղաք եւ սկսակ գրել ծեր թատրոնի բացմությունը բացմությունը տեսեք ես արդեն իմ թերթերս ունիմ նկարներն ալ ունիմ
ես իմ մասիս գարձիկ չեմ դված, ես դված եմ այն գարձիկները, որ իմ մասիս գրած են, քննադատներ եւ քննադատություններ նույնիսկ, եթե կան 5 դող, 10 դող ամեն մեկեն դրած եմ նկարներով միասին, իմս ավելի հեշտ եղավ, որտեղ ունեի արդեն ալբոմները, այո, եւ ես իմ պեմատրություններս ուրիշ պեմատրիչներու եւ հայաստանցի դերասաններու հետ ալբեմելած եմ, անոնց մասին գրած եմ եւ գարձիկներ դրած եմ, որ իմ մասիս արտահայտված է թերթը, ասենք թե Մեհեր Մգրդիչյանն եթե փեմելեր եմ լիբանանցի դերասան որպես իմ մասիս ինչը սազեն, ասենք բաներ որ պետք էր որ թե հետաքրքրական է, թե ալ գնայք հիմա ուրիշ բան մգա, ասկիրքը եթե մեկը գարտա ինքը գրնա գոմնորոշվիլ, որ ով ինչ է եթե պեմատրիչի մասին գարտած կենսակրությունը, պեմատրածները և թերթերը երկրորդը գարտած, երրորդը գարտած կրնա պախտադել, որ նայեցեք 15-20 թերթ իր ասոր մասին կրեր է հոսալ 15-20 թեր, հոսալ ասի, ասկե, ասե ադի ատկե, ասե ինքը գնան ասել ես շատ քիչ տեղեր գարձիկ տված եմ որովհետեւ չսեմ որ գոմ բռնած է բայց ընդհանրապես ամենս մտրած եմ որ ընթերցողը ինքը թադե որ ով որ մե ինչ է որովհետեւ հիմա ես ելնեմ ասեմ որ ես լավակույնն էի մեջերնին ասեմ անեմ շատ դքեր եւ քիրք իրարժեքը գործընծել իմ մասից կնատադություն կա դրեր եմ որովհետեւ գիտեմ որ ասալ եղած է անալ եղած է թադերա խաղեր կամ որ միան կնատadված են բոլորին գոմ է դրեր եմ իմս չեմ միան այո ո՞վ է պիեսը մի մորնակ որ Մասենք նայեցեք անուններով խոսենք Վարուժան Խդիշյան, Գրիգոր Սատամյան, որոնք Լոնդոն ավարտած եղած են Վարուժանը պիեսներ գրած է Տադերախաղեր կամ Կոկոն Գրիգոր Սատամյանը Թերթերը Դանիկ աստծուցած են Պիեսները գրած է իջած են վրան նույն անցին գնահատած են եւ նորմալ է այո նույն պիեսի մասին թերթը կնահատած է միշտ կնահատած է ասում բոլոր դրած են ադրոմարալ չես կներսել որ մեկը միշտ լավ էր արդյոք հարցումը ցակեցավ միտքս այս հոդվածները որոնք գրված են քննադատներու գոմե արվեստի քննադատները քննադատ չեն ունեցած բայց մարդիկ որ կոնե գրող են եւ ասենք թե տադրոն կացող թիդող են Գարցիկը դվեր է Հիմա դերևս մենք չունենք այդ արվեստի քննադատները բայց արդյոք ժամանակին գային նորենալ հիմա ինչպես է նույններ բայց ասեմ որ նույն անձերը ասենք մի քանի տադերախաղի գերտա չէ գրնա որոշ չափով փախտadel որ մեկը մյուսեն լավ էր եւ միան այդտեղեն չէ որ գահանենք ասենք թե 4 կամ 5 թերթ գրած այնադեն ավելի ալգար ամսաթերթ կարևոր Թերթերուն ընդանուր գարձիկները եթե առնես գնաս որ մոտավորապես նույն գարձիկին են կնշանակե որ ասմարտը ատմասը լավ է կամ մոտավորապես կնատադած են ուրեմն դգարեր ասես ոչ թե կան նաև որ կմահաջորեն մարտը ասանցեն ճախորշին բադահազ է նաև որ ասեմ եւ հայտնի թերթի գրող Պիեսը դեղի չէ ունեցած բանովը, ասենք թե ասենք շապադոր ելույթ կա եւ վրավիրված են թղթագիծներ եւ այլն։ Այդ թղթագիծը ներկա չի եղած, թղթագիծը սեմ կամ կնատադը։ Հաջորդ օրը թերթի մեջ արդեն ասանք լավերանանք լավեր կնատ Առանց լուր ունենալու որ արդեն այդ ելույթը ասանք բաներ ալեղած է։ Որովհետեւ բարդականությունն է ղրգեր են պիտի գրես այդ մասին ինքնալ չէ գրծած կալ Շարերը գրգերը թերտնադբերը ասենք բաներ ալեղած են բայց ընդանուր ասածից պես եթե գարտացվի հասկացվի որ ինչ է զարմանալիորեն նայեցեք օրինակի համար ասենք համասկայնի Կասպարի տադերախումբը 1940-ական թվականները մինչև մեր օրերը 70-75 տարի 60-70 ասենք ամենակիչը 60-65 հատ պիես պեմատրած է ամեն մեկում մասին օսկարձիկ կա նգար կա թերթ կա եւ այլն ահակին սկիզբի եւ վերջավորության որ
ուրիշ բեմատրիչներ է գազեն ասեմ Ժոր Սարգսյանը հետո ներգա հիմա նոր դղա կնալգան որ կբեմատրեն որ ասոնց մասին գարձիկներ կան գնայս որ կնահատականը եթե բեմատրիչը լավ է եղած է Ժորժինալ եղած է ասոնց եղած է այդ շրջանին այդեր օրինակ համար եթե առաջ փաթոզային գխաղային թերերը արդասանական ասպես եւ այդպես էր միան մեկ խումբ չէ եթե պատմական պիես օրինակ համար կամ ինգացվերտի իշխանուի կամ չեմ գիտեր ինչ այո թուն եւ այլն ասպես արդարությունները այո փաթոսային խաղարկություններ հիմա այդպես չէ փոխված է քանի որ այդ տղակը որ դադարական դպրոց ավարտեցին եկան Հայաստան ավարտեցին եկան դեր Հայաստան գար ադիկա այդ բոլորը փոխեցին հետո մի մորնար որ հիմա այնպեսի թարու մեջ ենք որ աշխարհը մեր արժևն է այսին ես հիմա դուն երթամ գոջագը գողեմ Լոնդոնի ասինչ լավակույն մասնակիտական գավասենք թե professional խումբիմը ասինչ պիեսը դիտեմ ատի շատ բան գուտա ինձի գնայիմ անոնց գեցվածը կալվածքը լույսը փեմը արակությունը պիեսին եթե պիեսին խորքը գուզեմ ասկնալ նորեն պեյջեր գանգը պանաս ամիջավես գուտա առաջանակ չէր առաջ մենք մի մորնակ որ պիեսի մասին բրբդումնելու համար քիրքեր պիտի շալգեինք մեջերեն փնդրեինք գտնեինք հարցնեինք իմանանք ինսայքլոպեդիա պիտի փանայինք հիմա չի գա հիմա երկու գոջակով վարյանին արժևը դե ամեն ինչ նույնը բեմատրիչին զարգանալու մեջ է հիմա բեմատրիչը ասենք թե ավարտել եկել է բան չի գիտեր այդ փորձառություն չունին է պետք է բեմատրիչի մոտ ցերքին դակ աշխատի որ բաներ սորվի հիմա պետք չունի գփանատ էջերը բեմատրիչին ամեն մեկ մանրամասնությունը տրված է որ ինչպես պետք է աշխատի ամատեր տերասանիներ ինչպես պետք է աշխատի կամ բեմավարիներ ինչպես պետք է աշխատի ինչ պետք է είναι դիսցիպլինը ինչ է ասի ամենը կսորվի Ադորամարալ իմա շատ ավելի բան պետք է բանջի ուրեմն կձախնդիր կնա աշխատիլ գիտակ ադանգե ես իմա չեմ ցկեր որ իմ որքան ամատորը լան իմ տերասաններս ոևս խալփանան են մինչև փեմ ելլելիք օրը գշտկեմ նույնիսկ գեցվածնին կալվածնին նայվածքին հիմա ես եւ տուն գխոսենք որ ես աչքերուտ նայելով գխոսենք որ հիմա գան բեմատրիչներ որ կողմնագի դառնալ գուտան եւ խոսիլ գուտան ասով վերցված են հիմա չի գա կողմնագի դառնալ կողմնագի խոսիլ մարմինը ցցնելու համար ասոն ժամանակի ընթացքին փոխվեցան հուսամոր մեր բեմատրիչներն կփոխվին ավելի դիտելով ասենք օդար տադերախաղեր որ դեսնեն թե ինչպես կխաղան որ առաջ ասենք թե ասկե 20-30 տարի առաջ կամ ավելի գրնակ դառնալ արկիլված էր փեմին վրա չես գիտեր ինչու որտեղ են չեն գիտեր գամ չեմ գիտեր իրարու հետ պիտի խոսին անպայման ժողովրդին դարձած պետք է խոսին ադանգալ եկած էր մինչ հիմա բայց իմանական չի գա եթե ինտեմատությունները ստիգած եք ես թեմի խոսել գուտամ գրնակը դառնան իրար թեմակը խոսին արագ գերտան հետո փեմը փանալու հարց կա ասում բոլորը ժամանակի ընթացքին փոխվեցան լավ բարոն Կնտունի մատուկ այս գիրքը ձեր նախաձեռնություններ գրել, պատրաստել, հավաքել եւ այլն իսկ մնացյալ աշխատանքները ով կաչալերը ցեզի կամ ով հանցն արավաս գիրքի նպատակությունը կամ հրադարակությունը այո ասիգա բադահման հրադարակվեցավ եթե ասեմ որովհետեւ Վարուժան Տեմբելյանը կա որ խմբակրեց գիրքնալ Ադիգա սեվոմա ինձ այդ ինտերվյու ռազեր գազեմ ասացի որ ասան գիրք մգա ուրեմն սեվոմա որքան որ ինքը ասավ հիմա դերևս ներքին բաներ եմ բայց ասեմ աստական տիբերը եւ սերը որ ռագաման ինչու համար ասան գիրք մգա կընտրի չի դվիր որ անկիլիասի մեջ է եւ այլն այստեղ ուղղակի բացատրել են ինչու եւ այլն ոչ թե քիրքին արժեքին համար նյութականի եւ այլն մինչ այդ Հակոբ Լադոյանն ալհոն է եղել երբ որ Վարուժանը Տեմբելյանը դուրս գելը որ գսե որ Հակոբը սա որ մեկ վարյան խոսինք
հասկացավ քիրքի մասին ասա որ եւ վարուժը կովս է գալսա որ Հակոբ Լադոյանին կոմիդեր տան քեզի գուզե որ քիրքնալար երտան կացինք արավ քիրքը եւ այդ եղավ ասին գեշտամ բրբդե սպաներ ավելան ուղագի կորցյանցավ պետք է ասել որ բացարիք բաներ այսինքն արդեն վարուժ Տեմբելյանն ալոներ թունգախն պանկրեսով հերացայնեց տվարան ամիջապես կորցյանցավ ամեն ինչ որ հիմա գլագոր իր մողումով եղավ բոլորին վարձ կգադար այո բոլորին վարձ կգադար եթե Adank pamıçıl arterge kınan artereves. Որքան տարի դեվեց էր ասկիրքի պատրաստությունը։ Ասած իսպես սկիզբեն գահավաքեի, բայց վերջին պատրաստությունը։ Վերջին պատրաստությունը ասեմ արդեն 7 տարի դեվեց։ Այո։ Եվ 20-ին պատրաստ էր։ Այո։ Բայց ասի 5 տարի ալանան գանցավ, բայց չի ինձավ դեռ նոր։ Այո։ Իսկ Ինչպես կտեսնեք դուք Լիբանանահայտ ադերական կյանքը գալիք վերջին, եթե ոչ 100 կոնե 50 տարին։ Ինչ կգործեք որ գլա։ Ցավալի է։ Իսկ ո՞նց որ հաջորդ 50 տարվա պատմությունը պիտի գրեն։ Երանի գմախնեմ որ մեկը ելլե ասկիրքը լավ մգրբդե, եթե մորցվածներ կան, չեմ խորիր, բայց կրնա լալ որ վրիբումները լան Adonk նույնիսկ հիշվին կամ հավելյալ մելը նայեցեք հիմա բարեկամներ ունին որ վերջին 5 տարիներուն ալ մեջ է պետք է տներ քանի քիրքը նոր դպվեցավ բայց ես վրան 1920-ին 2020 տրազեմ հիմա 2025 չի տրվի հիմա գախտեմ որ ինձ հետո մեկը ելլե եւ հաջորդը նե ես հիմա ալ չեմ ավակեր վերջացավ ասանգնե հոսեգավ եւ դժվար որովհետեւ արդեն նոսրացած ենք, ասպես ասենք, ամեն բանի մեջ նայենք թե խումբերը մնան, նայենք թե պեմատրիչները մնան, որտեվ ասցևով 3 ելույթով նորեն լավ է անտիսադեսին համեմատ, բայց չենք գիտեր թե ասկե 10 տարի հետո ինչ միլա, երտալեն դուրս կելենք կոր, կքախտենք կոր, կբարբվինք կոր, երանի ետքան Երանի Ասանք սրահ մնալունինք տադերական օրինակ պետք է օգտագործենք ամենքս եւ գմախտեմ որ մարդիկ քաչալերեն տադերական ցերնարգը իրենց ասենք չեն գսերգոր նյութական դան կոնե բանին քրկուգի մեջը հայդարարություն դան բամդան օկնեն որովհետեւ ծախսանեն կգարձեն որ լման շահ Տադերական կորցը շատ ծախսուն է, ամենակիչը 6000-ն 10000 ծախսուն է, ասի գահանել թյուրին չէ։ Այսին ես հիմա հայդարարեմ, որ ասկանդարի տադրոն ռացեմ, ես տադրոն եմ պամը չեմ օգտված, ոչ մեկ ծևով, եղած է տադրոն, տադերախ օրեր, որ կրբանես տրացեմ։ Դերգայացում օրինակ համար, մենք խումբով հավակված ենք, որ սրային վարձ կդանք, մաքսած է դրամը, հետո դված ենք, եղած է նաև, որ նույն կիշերը հավակված ենք, որ կիշերը պետք է սրային ծախսը կոցենք, այն ադեն, որ դագավին դրամը արժեք ուներ, 100 ոսկի բաքսած էր, և չէին կրծածավ, ամեն դղակը կրբանն տրածեմ, որ հանենք ծախսը, և սրային ետևեմ, մուտին մեջ են, ասալիմ գոմեսը սելով ծայմը լսվեցավ, սրային հայրի գահանեց տվավ, Եվ մենք կացինք վարձկը վճարեցինք, անշուշտ հետո կոցեցինք հայրիկին ծախսը։ Ասենք բաներ եղած են, գարձեն որ տադրոնը աղվոր էր, շատ գեղեցիկ էր, լեցունալ մարդ կար, լեցունին մեծ մասը հրավեր է, որ մարդը լա։ Ասենք պետք է գիտնա ժողովուրդը եւ քաչալերեն, ոչ թե միան հասարակ բաները քաչալերեն, քիչ մնալ արվեստի գործը դեռ քաչալերեն։ Բարոն Կնտունի, ուրեմն ձեր գիրքը Լիբանանահայտ թատրոնը, որ խորագիրը դրած ոչ միայն արժեքավոր ժառանգություն մնե մեզի համար, այլ նաև գհրավիր է նոր սերունդները, ճանչնալու իրենց անցյալի փեմի եւ իրենց անցյալը փեմի եւ արվեստի միջոցով։ Ինչ կուզեք, որ սորվի այս գիրքին միջոցով հաջորդող սերունդները։ Նախ կուզեմ, որ գարտան։ Ես վստահ եմ, որ մեծ մասը հայրուրեն
90-ը չի գարտար ասնոր սերունդը աստեսակ քիրք մամանավանդ որ բատմված չէ բամը չէ կգարտան միան անոնք որ թադրոնով հետաքրքրված են կամ թադրոնի փեմ ելած են դղակ որոնք կսիրեն թադրոնը անոնք ալման չեն գնար գարտալ աթամբերությունը ճունին գմախտեն որ գարտան իսկ եթե չի գարտացվի կոնե ասանք չեմ գիտեր դբրոցներու մեջ Մահմեդն որ ասիգա բատմությունն է մեր բատմությունն է ոչ միայն թադրոնին լիբանանա հայության բատմությունն է թե ուրգես կսազենք թիթեղածած փեմերեն սկսերենք թադրոն ունենք մենք Սահակյան վարժարանի տադերասրահ ուղագի թիթեղով ծածկված հա եւ փեմ ուներ եւ on թադրոններ կխաղային աստեղենը սկսած ենք հասած ենք մինչև դեր Մելքոնյանց տադերասրահ ուրիշ սրաներ ունեցած ենք ասոնք պետք է դպրոցներու մեջ տան գամ կոնե երդասարտներ հավաքեն հայակի դագան գամ ասենք ոչ հայակի դագան ապոց դպրոց հավաքեն ոնդերը ելը մեկը ասմասին խոսի գամ դա աշուշ ոչ ես ադիալին վրա էս ասիգա գոկնե որ կիտնան որ ուրեին ուր հասան Շնորհակալություն ձեզի բարոն կընտրոնի այս շատ հարուստ հրադարակության համար պիտի հիշեցնենք որ այս գիրքը Լիբանանահայ թատրոնը վաղը դեղի պիտի ունենա շնորհահամտեսը Հակոբ Տեր-Մելքոնյան տադերասրահի մեջ ժամը 8-ին երեկոյան ժամը 8-ին բոլորը հրավիրված են բոլոր թատերասեր հանդիսատեսը եւ արվեստասեր այդ ասանդիսությունը գլագոր բոլոր տադերախումբերու հովանավորությամբ Լիբանանահայ տադերախումբերու եւ յուրաքանչյուր տադերախումբեն անցնվելի երկու փարխոսի եւ մի մագակրեմ քիրքը ով որ գուզե մի մագակրեմ որովհետեւ իշալակ շնորհավորենք Վանաձայնի անունով մեր անունով շնորհավորենք այս գիրքը հուսանք դակավին ուժ կունենաք դուք կսեք որ պիտի չհավաքեք այլևս բայց դակավին ուժ կունենաք հավաքել եւ ճիշտ է միան ասի չէ ես հիմա մի մոռնակ որ 60 տարի է փեմին վրան եմ ես իմ հուշերս ունիմ որ ավելի հետաքրքրական բաներ կան մեջը ամեն մեկ փեմատրիչի հայտնի փեմատրիչներն ինչեր բադահած են փեմին վրա եւ փեմեն դուրս Ուրեմն այդ քիրքի աշխատության մեջ արդեն վերջացած է մոտ 350 էջքել է ուրեմն նայեցեք մեծերու հետ ասենք թե Վարուժան Խադեշյան, Գրիգոր Սատամյան, Բերջ Ֆազլյան, Մեհեր Մգրդիչյան, Վարդան Աջեմյան, ասենք մեծերու հետ ես տերասանություն արդեն թեփկեր բադահած են, անոնք Թրազեմ նաև իմ փեմատրություններուս ադեն բաներ բադահած են ուրիշ փեմատրիչներ, դրվագներ, որ շատ հետաքրքրական են, աշուշտկան որ չի տրվիր չեմ տրած։ Արդեն պատրաստ է միա պիտի դբվի։ Պատրաստ է, անալ խմպակիր մգուզե եւ դբող մգուզե։ Եվ մեգենաս։ Մեգենաս գուզե, ասկիրքը քիչ մփաներ մտող ցկե որ նույն մեգենասները նորեն ցերնարգեն։ Այո, մենք կսպասենք հաջորդի։ Հետաքրքրական ավելի հետաքրքր ասիգա գիտեք ամեն մեկը ասի քիչ ավելի դժվար կգարտ բայց ադիգա մեջը բադահած բաներ կան որ հետաքրքր է թերգան բայց միևնույն ադենալ փամը բադահեր է ասին պիեսան կան որ չէ բադահած չեմ տրած բայց ես ուրգե սկսերեմ թադրոնը ուր հասերեմ եւ ադընտացին ինչեր էր այդ պատմությունը հետաքրքրական արտոցե դե ասին ոչ թե բադահական Ձեզ հաջողություն կմաղթենք եւ շնորհակալ ենք որ այստեղ եք եւ ծանոթացուցիք մեր ունկնդիրներուն եւ մերզի Լիբանանահայ թատրոնը գիրքը հարգելի ունկնդիրներ մեր այսօրվա շողարցակը հասավ իր ավարտին հիշեցնեմ որ մեր հյուրներ բազմավաստակ թեմատրիչ պարոն Հարութ Կնթունին Համեր հայդակրին նտածքին ձեզ հետ էինք Մեզ հետերցայնը հաղորդավար Հակոբը, ձեզ հետ է Շողիկ Սորոսյանը, դե տեստվինք առաջիկա շաբաթ։